Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր խոսենք սուտակի մասին։ Սուտակը դա ռուբինն է, հանքային քարի մասին է խոսքը, որը խորհրդանշում է մարդու կենսասիրություն, իշխանություն եւ ձգտում դեպի նորը։ Քարը տալիս է տիրոջը էներգիա։ Այն մարդու գիտակցության մեջ առաջացնում է նորմալ հավասարակշռություն եւ օրգանիզմի տարբեր օրգանների կենսագործունեությունը վերում է նորմալ վիճակի, այսինքն այդ պրոցեսները օրգանիզմում տեղի ունեցող աշխատում են նորմալ ձևի։ Քարը մարդուն հեռու է պահում տարբեր գայթակղություններից, տիրոջը վերում է դեպի իշխանության, հարստության եւ հատկապես այն դեպքում, երբ որ այդ մատանին, թանկարժեք քար է, մատանու վրա ականջողեր կամ չգիտեմ վզնոցներ, երբ որ դա կրում են ձախ ձեռքին։ Հնում մտածում էին, որ նաեւ քարի տերը, եթե ունի ինչ-որ գիտակցական բարձր մակարդակ, երբ որ խորանում է նա իր մտորումներում անցյալի մեջ, ապա հիշում է, թե անցյալում ով է եղել եւ ինչ է արել։ Դա իհարկե հին ժամանակվա պատրանքներն են։ Հարգելի բարեկամներ, այսքանը քարի մասին, եթե ունենաք այդ քարը եւ պահեք, ապա կհարստանաք եւ իշխանություն ձեռք կբերեք։ Եթե դուք տեսնեք, մեր իշխանավորները կրում են այդպիսի քարեր։ Հարց եք տալիս, որտեղից կարող ենք ձեռք բերել այդ քարերը։ Անցած անգամ ասեցի, քարերը կարող եք ձեռք բերել վերնիսաժից եւ մեր հարևանությամբ կա մի խանութ բարեկամության վրա, ես այդ տարածքում եմ ապրում, բարեկամություն 85, դա թելերի խանութն է, որտեղ այդ քարերից կան մեծ քանակությամբ եւ գրեթե բոլոր տեսակի քարերը։ Այս ռեկլամի համար չեմ ասում, պարզապես մեր տան մոտերն է, ուղղակի դրա տեղը գիտեմ, որ այդտեղ քարեր են, կարող է շատ տեղեր են վաճառում, զարդերի խանութներում եւ այլն, պետք է այդպիսի տեղերում ման գա քարերը։ Հարգելի բարեկամներ, դες առողջություն եմ ցանկանում, հանքային քարերի բոլոր, նորից եմ ասում, բուժական էֆեկտները կայանում են նրանում, որ նրանք ունեն դարերով իրենց մեջ կուտակված էներգիա եւ այդ էներգիայի ճառագայթումն է, որ տալիս է այդպիսի բուժական հատկություններ։ Կարևոր դեր ունեն նաեւ քարերի գույները, որտեղ տարբեր գույներ ունեն տարբեր հաճախականություն, ճառագայթման եւ երկարության ամպլիտուդ։ Այսօր այսքանը, եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել Պուշկինի 38 տեղեկատվության եւ բուժման համար, իսկ մինչ այդ ես ուզում եմ ձեզ ցույց տամ իմ գիրքը բժշկարան, որը ներառում է 90 հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագիրը գրված է շատ ընդարձակ եւ բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով։ Գիրքը ունի իր պատկերասրահը, այսպես գունավոր նկարներով այն բոլոր բույսերը, որոնք օգտագործում են այդ դեղատամցերում, նրանց նկարները կան այստեղ եւ տակը գրված է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Գիրքը իր հետևում ունի նաեւ քառալեզու բառարան, ինչ որ դες ես ասում եմ հիվանդությունների կամ բժշկության, ժողովրդական բժշկության այլ ձևերի մասին բոլորը գրված են իմ գրքերում։ Ցույց եմ տալիս նաեւ քսուկը, մեր հանրահրշակ Անահիտ քսուկը, որը ունի կարմիր գույն, կարմիրը դա որդան կարմիրի գույնի նման է, սակայն այստեղ որդան կարմիր չկա, սա ուրիշ բույս է,
Քսուկը պատրաստված է ընկույզի յուղի հիման վրա եւ տալիս է հրաշալի արդյունք։ Ինչ է անում, դեմքին տալիս է փայլ էլաստիկություն, լավացնում է այլանշրջանառությունը, վերացնում է այնտեղ եղած բծերը, սպիները, մաքրում է դեմքը մահացած բջիջներից, դեմքը ստանում է իր նորմալ գույնը, տալիս է փայլ էլաստիկություն եւ այլն։ Ունի նաեւ ցավերը հանգստացնող հատկություն, այս քսուկը օգտագործվում է կարմիր քամու եւ տրոֆիկ խոցեր բուժելու համար։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։